Ճշմարտությունն առեղծվածային է, փախչում է քեզնից, այն պետք է անընդհատ նվաճել։ Ալբեր Կամյու։ Դժվար է չհամաձայնվել հայտնի ֆրանսիացի գրողի այս խոսքերի հետ, հատկապես երբ ստիպված ես գործ ունենալ պատմության կեղծման հետ։ Դատեք ինքներդ, շատերն են ճանաչում Երևանը որպես Հայաստանի մայրաքաղաք, սակայն ոչ բոլորին է հայտնի այդ քաղաքի իսկական պատմությունը։ Ոչ բոլորը գիտեն, որ ներկայիս Հայաստանի մայրաքաղաքը մեր Երևանն է։ Այո, դուք սխալ չլսեցիք։ Մեր հին բուն ադրբեջանական Երևանը, որը մենք ստիպված եղանք լքել նախորդ դարի վերջերին, հայ ազգամոլների կողմից իրականացված էթնիկ մաքրումների ժամանակ։ Իսկ այն բանից հետո, երբ ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող վերջին ադրբեջանցին լքեց իր հայրենի տունը, Հայաստանում սկսեցին հապճեպ ոչնչացնել բոլոր հետքերը, որոնք պատկանում էին մեզ եւ վերաբերում էին ադրբեջանական ժողովրդի հարուստ մշակույթին եւ բազմադարյա պատմությանը։ Սակայն ճշմարտությունը իզորու չեն թաքցնել ոչ պատմությունն ընդօրինակողները, ոչ էլ հայկական հիվանդության վիրուսը տարածողները, չէ որ Երևանի եւ նրա բնակիչների, նրանց մշակույթի եւ կենցաղի մասին բազմաթիվ տեղեկություններ արտացոլված են հայտնի ճանապարհորդներ Ժան Շարդենի, Կասպարի Շիլինգերի, Ժան Բատիստը Տավերնիեի, Շոպենի եւ շատ ուրիշների գրություններում։ Նրանք բոլորը միաձայն փաստում են, որ ինչպես խանության տարածքում, այնպես էլ վարչական կենտրոնում Երևանում բնակչության գերակշիռ մասը կազմում էին ադրբեջանցիները։ Այդ առումով հատուկ ուշադրության է արժանի Շոպենի ներկայացրած տվյալները։ Այսպես 1827 թվականին Երևանի խանության տարածքում բնակվում էր 85,000 մահմեդականներ եւ 21,500 հայ։ Իսկ խանության վարչական կենտրոնում նույնիսկ ռուսական օկուպացիայից հետո 1828 թվականին ապրում էր 7300 ադրբեջանցի եւ 2300 հայ։ Սակայն ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների գրությունները, այլև մեր նախնիների գործերն ու ստեղծագործություններն են ապացուցում, որ ժամանակակից հայկական պետությունը ձևավորվել է բուն ադրբեջանական տարածքներում։ Հարկ է նշել, որ հայերի ներկայիս սերունդը Հայաստանի պատմության մասին ճիշտ տեղեկացված չէ։ Այդ բացը լրացնելու համար մենք կփորձենք հանդիսատեսներին ծանոթացնել երևանցի ադրբեջանցիների հետ, որոնք կառուցել են Երևանը, ապրել եւ ստեղծագործել են այդ քաղաքում։ Ես Օֆելիա Բաղրբեկովան եմ, Աբասկուլ Երևանսկի եւ Փանախ խան Մակինսկիի ծորը։ Իմ պապը Ալիխան Մակինսկին է։ Նրանք բոլորն էլ ունևոր հայտնի մարդիկ էին, որոնք իրենց ավանդն են ներդրել Երևանի նրա մշակույթի կրթության զարգացման գործում։ Երևանն ուներ իր խորհրդանիշն ու դրոշը, որի վրա պատկերված էր առույց։ Փանախանի տունը յուրահատուկ մշակույթի կենտրոն է եղել։ Այստեղ բեմադրվում էին Ջալիլ Մամեդ Կուլիզադեի Գար պիեսը, Մոլիրի ստեղծագործությունները, Մաշադի Իբադ եւ Արշեն Մալալան ներկայացումները։ Մայրս պատմում էր, որ նրանք ապրել են երկհարկանի առանձնատանը, որը բաժանվում էր եվրոպական եւ արևելյան մասերի։ Մեր ընտանեկան գրադարանում պահվել է հարյուրավոր գրքեր, որոնք հավանաբար հիմա թաքցված են Մատենադարանի պահոցում։ Օֆելիա Բաղրբեկովայի խոսքով նրա նախապապի տանը հաճախ են հյուրընկալվել Ռուսաստանից ժամանած անվանի հյուրեր։ Նրանք հիացած են տեղի բնությամբ, երևանցի խաների հյուրասիրությամբ, ադրբեջանցիների ավանդույթներով եւ ազգային խոհանոցով։ Հյուրերից մեկին այնքան շատ է դուր եկել ադրբեջանական ազգային համազգեստը, որ Օֆելիա խանումի տատը նրան է նվիրել իր հագուստը, որից հետո միասին լուսանկարվել են։ Օֆելիա խանումը հիշում է, որ նրա նախապապ Աբբաս Գուլու Երևանսկին գրում էր ադամանդներով զարդարված մեդալ, որը նրան նվիրել էր ռուսական կայսրը։ Նրա դիմանկարը ես տեսել եմ Երևանում, հարազատներիս տանը։ Ցավոք այն հիմա չի պահպանվել։ Ինչ որ մարդիկ դիմանկարը գրանցելու պատրվակով վերցրել են եւ հետո չեն վերադարձրել։ Ես սիրահարված եմ Երևանի վրա։ Նախորդ դարի 80-ական թվականներին ես Հայաստանում մասնակցում էի խորհրդաժողովի։ Մեզ տարան Դերեչիչեկ, որը հիմա վերանվանել է Ծաղկաձորի։ Ոտք դնելով իմ նախնիների հողի վրա, ես մեծ ցավագին մի թախից զգացի։ Գոնե անունը չփոխեին։ Ես չկարողացա տեսնել Երևանում մեր տունը։ Ինձ ասացին, որ Փանախ խանի տունը հիմա թանգարան է, սակայն հետո իմացա, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես եւ բազմաթիվ այլ ադրբեջանական մզկիթներն ու այլ շինությունները, Փանախ խանի տունը վաղուց քանդվել էր։ Bizim tarixi torpaqlarımız İrəvan xanlığıdır, Göyçə, Zəngəzur mahalıdır. Vaxt gələcək, biz orada da yaşayacağıq.